մի երկու խորհուրդ եմ ուզում տալ կարի գործի մեջ, որը որ շատ կօգնի ձեզ։ Ուրեմն տվյալ դեպքում բարձի երես եմ ես կարում, սպիտակեղենի չափսերը վերցնելը շատ հեշտ բան է, օրինակ բարձի երես եթե ուզում եք կարեք, տվյալ բարձը, որի համար որ պետք է կարեք, չափում եք ինչ չափսի է ու երկու անգամ իր այդ չափսով կտորը հաշվարկում եք երկու այդ չափսի գումարած 35 սանտիմետր, որը որ դեպի ներս պետք է գնա, չնայած ասեմ ձեզ հիմա շատ ակտուալ են այդ նուրբ գաղտնի շղթաներով բարձերեսները, բայց անկեղծ ասած ես դրանք այդքան էլ չեմ սիրում, ամեն դեպքում ավելի լավ է, ավելի ճիշտ է, որ ամբողջությամբ կտորից լինի, մատերիալից լինի, այդ շղթայի այդ կոշտ մասը ամեն դեպքում կարող է մարդուն քնած ժամանակ անհանգստացնել ինչ-որ կերպ։ Այսքանը բարձի երեսի չափսը վերցնելու մասին։ Իսկ առհասարակ ինչ էլ որ կարում եք, աշխատեք, որ թելի գույնը մաքսիմալ նույնը լինի, այսինքն բացի ծիածանի 7 գույները, հազարավոր երանգներ կան և հիմիկվա մատերիալները, հիմիկվա կտորեղենը շատ տարբեր տեսակի երանգների են գալիս, տարբեր տեսակի երանգների են արտադրվում, օրինակ իմ աչքին շատ հաճելի է լինում ցանկացած, ասենք լինի դա հագուստ, լինի դա անկողնային պարագաներ, լինի վարագույրներ, կամ ասենք բազմոցի խոլի, այսպես ասած ծածկոցներ, առհասարակ շատ եմ սիրում, երբ որ թելը շատ համապատասխան է ընտրված լինում, միշտ իմացեք, որ յուրահատուկ շքեղություն է ստանում ձեր կարած այդ տվյալ գործը, երբ որ թելը ճիշտ եք ընտրում, դրա համար երբեք մի ձանձրացեք, փնտրեք այնքան մինչև որ ճիշտ թելը գտնեք, և կարի գեղեցկության գաղտնիքներից մեկը նաև կարերը ուղիղ համաչափ տալն է, այսինքն թելի գույնը ճիշտ և կարերը ուղիղ և համաչափ, այսքանը այսօրվա համար, էլի կխոսենք։